Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ։ Բարի եկած եք Մոնտրեալի հայ գետրոնի հայոց աշխարհ հայդակրինը։ Այսօրվա մեր հաղորդումը պիտի սկսենք Լևոն Կապրիելյանի խոհանոցի գաղտնիքներով։ Բարի ժամանց։ Բարև բոլորին։ Այսօր մեր խոհանոցի հայդակիրը դիփագանա կրեմ կարամելին պատրաստությունը։ Կրեմ կարամելին բարունակությունն է հավգիտ, շաքար եւ գաթ։ Գաղտնիքը ասիրե կադը միասին բերելն է։ Առաջին этаպը գսկսենք մեր հավգիտը միասին զարնել։ Նայեցեք ինչ ծևով գզարնեմ թեղիներուն վրա, որ զանոնք գդրեմ։ Նշմանեցեք եւ միշտ գբրնեմ եւ դա բիզիկ լատ մգտնեմ որ չի սայի ցերքես։ Եվ մեկում շաքարս որոշ տրածեմ կարամելի պատրաստության միդլա գաթիս մեջ արդեն տրածեմ երկուգես ենենողություն 3 կարոտ կավաճ շաքար եւ պիտի տնեմ 1 թեյ տկալ էքստրե դե վանիլա որը նշմարտիկ ինչ անուշ քույն մուգուդա եւ ասիգա Biri yerta ocağın vıra tetev gragimı vıra çenk uzer vor gatı şat daknagam xaşi Karç esen karçın kiç mavridak aynı sebe vor garnam cuguyt madis 3 sekondi amar meçi bahel vor de bete şat dakla gatı yete haviyet vor havgitlerum vıra tapekne havgitler bidi tarnane bidi hepfin Gaternis pavagandakçav Շաքարը հալած է, գմարենք եւ գատը պիտի թափենք հավգիտի մելանժիս վրա։ Թեթև մը գխարնեմ։ Եթե գատս քիչ մը ավելի դակ ըլլար, քիչ մը դակ գատ պիտի տնեի, որ քիչ մը հավգիտները տեմպերը լայն, այսինքն գատին տեմպերատուրին կային եւ վերջեն գամած բիդի թափեի մելանժս որ վստահ որ հավգիտները չեպին եւ այդ մելանժս հավգիտի մելանժս բիդի անցնեմ մաղեն գանցնեմ որ եթե ոյ մեկ պարտիկուլ գանե հավգիտի որ քիչ մը ասենք եփեցան կամ որոշ հավասարաբես մենց պարտիկուլ գա չմնա եւ յունիֆորմ լա իմին մելանժես ավասիկ et voilà Գպորցեմ շատ բյուլ չնել Մելանժիս մեջ, որովհետև շատ բյուլընեմ նե կրեմ կարամելի մեջ բիդեստեք բիզիկ ներողություն անկրեմ բան air pocket-ներ բիդլան եւ մենք այդ air pocket-ները չենք ուզեր Մելանժիս բիզիկ վերականգնումը ունի գաթը, շաքարը, հավգիտը եւ էսանս դե վանիլ Այժմ բիդանցնենք կարամելի պատրաստության Կարամելին պատրաստությունը ճուր եւ շաքար Շաքարը ստրած եմ 2 գես կավաճ շաքար գա մեջը չափերգան որ գդարբերին բայց գարե որը ճուր եւ շաքար Օջախին վրա ճուր օջախը սկվարեմ ճուր գվազեցնեմ գտնեմ մինչև նախ ասանք թեթեմը գտնեմ ճուրը որ շաքարը ճուրը կաշը որ գտնամ ճուրս ուր հասած է եւ շատ քիչ մնալ եւս եւ ահավասիկ շատ ճուր չենք ուզերտնել կարամելի մեջ որտեւ շատ ժամանակ պետք է որ իր կոլորացիոնը առնեմ եւ հիմա գսպասենք Չենք շարժեր կարամելը համբերությամբ գրնակ ուրիշ բիզիկ կորձեր ըներ խանոցի մեջ շուրջերը բայց երբեք շատ միերանակ որովհետև գրնակ մի քանի վարյան ուշանել եւ ցեր կարամելը կոլորացիոնը շատ խորուն կլա եւ այրվածքի եւ լեղի համբյունա ցեր կարամելը վերջին որ դեսակն է կարամելը գխաշերգոր հիմա ինչպես կնշмарեք սկսած է թանցրանալ նույնչափ ագրեսիվ չի խաշիր Եվ գնշմարեք գսկսի գոր թեթև կոլորասյոնը Սկիզբի բաժինը
շատ արագ չընթանար, բայց որ az բաժնին հասնիկ, պետք է շատ ուշադրություն դակ ծեր կարամելին, որովհետև ասկե վերջը որ գսկսի կոլորասիոնը քուն առնելը գարակնա։ Կարամելը գմոդնայր վերջավորության, ես գարնեմ բզդիկ, որ իր կոլորասիոնը գնա, գնախնդրեմ քունը քիչ ավելի թեթև լա, քան թե շատ այրած լա։ Et voilà. Ushkush. Միշտ ուշքուշ սարսափելի գայրե կարամելը եւ աս մելանժը պիտի ցիկենք որ բաղի եւ վերջեն պիտի տապենք մեր հավգիտի մելանժը նախքան հավգիտի մելանժս տապեմ կարամելի ֆորմայիս մեջ ինչպես լավ գնշմարեք, լավ մձապած եմ կարամելը 4 բادرուն, որ ավելի էսթետիկման ավելի գեղեցիկ երևնա։ Բզդիկ դաբագի մեջ տրած եմ, հավգիտի մելանժս ահավասիկ, վալ, այսինքն ճիշտ։ Թեր բեմարինիշ ճուրը չմավերցներ, որ ուսկուշ բարաբեի համար արգաջ չբադայ խանոցի մեջ, պուրս բադրաստված է 350 դգրե Ֆahrenheit 175 դգրե Celsius, քիչ մը թուրս կբայեմ, ճուրս որ դակ է, բաղ ճուրով չմներ, դակ ճուր, քիչ մնար ավելի, Սովորաբար գեշ կամ 3 քառորդ բարձրության, ասիկաբար ստեցի օրինակ առնելու համար է, նայեցեք քիչ մցած է, ասա ընդունվել է, բայց քիչ ավելի բարձր գնակ լեցնել, թեթև գհրեք փուրին մեջ եւ գկոցեք, գեշ ժամ, ինչպես էսի 350-175 դգրե Celsius, բզիկ քախտիկը, երբ որ բզիկ տանակ փոքր տանակ առնեք ծեր կրեմ կարամելի մեջտեղը հրեք եւ դուրս անեք, պետք է դուրս մաքուր եւ սահուն գերբով դուրս ելնե, աննը գտնակ որ կրեմ կարամելը բաձե։ Գեշ ժամ 45 վայրկյան եպելեն վերջ, կրեմ կարամելին դուրս կանենք, ինչպես էսի տանակը թե մաքուր եւ սահուն գերբով դուրս ելավնե, գիտեք որ է բաձե։ Գբայ քիչ մթուրս, որ քիչ մուրում տեմպերատուրը լավ որ զովանա, որ գարենակ թարցնել ծեր գաղաբարը։ Այսօր ես դարբեր գաղաբարը կորձածեմ, ինչպես ասակո գլորակ, բուդուղներ կորձածեցի, քույն դալու համար, աս բաժինը բուդուղով դեկորեերի, աս կոմնալ դեկորե չմրած, որ դեսնեք դարբերությունը, քույնի խաղեր գնակ մենտալտնել, նանե, որ որոշ քույնի կոնտրաստ մլա։ Երբ որ գաղաբանիք կթարցնեք, միշտ վստահեք, որ բեզիկ փարակ տանագոմը անգույները թեթև տանագոմը գանցնեք, որ մեջը օդ մտնա, որ թարցնեք դե թյուրուն թարնա։ Այսօր այսօրվա համար սելիներ